Եղվանի եւ Էդուարդ Աղաջանյանի հարցերին ճիշտ ասած չկարողացա մի քիչ լավ հասկանալ ոչ իր հարցը, ոչ ձեր պատասխանը։ Պարոն Աղաջանյանին հետաքրքիր արտաքին մեր պարտքի, որ ասում էր կառուցվածքը, այսինքն ներքին պարտք, արտաքին պարտք համադրությունը, որ ներքին պարտքը 58-ը, արտաքինը 49.8, հետաքրքիր էր տոկոսադրույքը լողացողա թե լողացող չի։ Իրան հետաքրքիր էր օրինակ ներքին պարտքի տոկոսադրույքներ ավելի բարձր։ Իրան հետաքրքիր էր օրինակ մենք ամենաշատ համաշխարհային բանկին ենք պարտք, թե ում ենք պարտք։ Ոչ իր հարցը հասկացա, ոչ ձեր պատասխանը հասկացա։ Ուզում հասկանամ դուք հասկացել եք ինչ էր հարցնում, ինձ էլ լուսավորեք, մի հատ հասկանամ, էլի ինչն էր այդ պարտքի կառուցվածքի մեջ հետաքրքիր, որովհետև դա պարզ հրապարակված է, էլի ինչն էր հարցնում։ Հաջորդը որ կա կապված էր պարոն Եղվանին, որ ասում է եկամուտները, որ շատանմա, պարտքը շատանմա ոնց անում։ Մի քիչ պարզ իմ գյուղի լեզվով բացատրեմ։ Օրինակ Կարեն Սարուխայանը ձեր ԿՊ-ական կամ Անանիկ Ոսկայանը հայտարարագրերի մեջ օդից փող է գալիս, օդից, չգիտես որտեղից, կպնում է այդ փողը։ Ոնց որ օրինակ Հայաստանում էս Ուկրաինայի պատերազմի արդյունքում օդից փող է կպել։ Հիմա այս մարդիկ պլանավորում են ծախսեր։ Օրինակ Անանիկ իրանց գյուղում Պեմզաշենում տուն է ուզում սարքի, բայց քանի որ եկող տարի այդ փողը չի կպնում, մարդը կա կոռուպցիայի այդ հանձնաժողովը բռնի այդ մարդու գլխին գործ հարուցի։ Այս պարագայում այդ մարդու տունը կրիշը ծակ կմնա, ջուրը կլցվի, եղած շեգնը կքանդվի։ Հիմա ուզում եմ հասկանամ, էլի ձեր այդ որ ասում եք պարտքը գալիս է, ավելանում է, պակասում է։ Իրանց հարցը էլի չհասկացա, դուք հասկացել եք, մի հատ ինձ է բացատրեք, հասկանամ ու պատասխանեք, էլի անկեղծ։ Պարոն Եղան, եթե այդ փողը օդից է կպնում, ու դու ծախսեր ես պլանավորում անում ես, քո ծախսերը կիսատ է մնում։ Հետո կրիշի ջուրը կծակվի, կլցվի գլխին։ Մեր գյուղի լեզվով բացատրեցի, կներեք, էլի շատ պարզ։ Պարոն Մանուկյանը միաժամանակ հարց տվեց 3 հոգու, բայց դուք կարող եք պատասխանել։ Չէ, յաթը ձեր է դուք։ Համեցեք տիկին Մանուկյան։ Դուք կարող եք պատասխանել 3-ի փոխարեն, համեցեք։ Պարոն Մանուկյան, որքանով հասկացել էի հարցը, այդքանով փորձել էի պատասխանել։ Համեցեք արձագանք։ Շնորհակալություն։ Տիկին Հակոբյան։ Տիկին Մանուկյան, անկեղծ եմ ասում, որովհետև հարցադրումները որ կա, ինձ թվում է մեր գործընկերների կողմից տրամաբանություն եմ փորձում հարցի հասկանալ, որտեղ նախորդ արձագանք ավելի շատ սարկազմն է պարունակում, որտեղ եթե մենք հարց ենք տալիս ՀՀ պարտքի կառուցվածքի մասին, ինքը բազմաշերտ է։ Իսկ կոնկրետ հստակ ինչն էր հետաքրքիր, ես ուզում եի հասկանալ, հետաքրքիր էր ներքին պարտքն աշատածը, ներքին պարտքի տոկոսադրույքը ավելի բարձր է, դրա վճարողնով է մեր քաղաքացին է վճարողը, կամ տոկոսադրույքը լողացողա թե չէ, որն էր, կամ ամենաշատ մենք ում ենք պարտ, գործընկերային առումով օրինակ որ երկին ենք ամենաշատ պարտք, կամ եկամուտների պահով, ուղղակի պարզ ասեմ, էլի, այս մենք քննարկում ենք մի հարց, նեղ մասնագիտական մի հատ հարց են տալիս, որը sense բազմաշերտ է ու չեմ կարողանում հասկանալ, ու առավել եւս, եթե ուրիշ գործընկերներ էլ խոսում են մի բանից, ես տնտեսագետ եմ, չգիտեմ, ավելի լավ է, օրինակ ես ուրիշ ոլորտից չեմ խոսում, որ չգիտեմ, բերանս փակում նստում եմ։ Համեցեք, տիկին Մանուկյան։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան արձագանքի համար։ Այո, ես արդեն խոսքումս անդրադարձա, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես քննության եմ, բայց հիշեցնում եմ, որ մենք քննարկում ենք ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ առաջադրվելու հարցը, որը իրենից ենթադրում է հանձնաժողովի աշխատանքի կազմակերպում։ Ձեր հնչեցրած մտահոգությունների հետ համաձայն եմ։ Մեկ էլ մի դիտարկում ձեր հարցի հետ այդքան կապ չունի, զուտ, քանի որ նախորդին չէի արձագանքել այդ մասով պարոն Թունյանին, երբ որ պարոն Թունյանն ասում է, որ պարոն Հայկ Վարդանյանը էապես ավելի բարձր մասնագիտական որակներ ունի բնականաբար, ոլորտի ֆունդամենտալ կրթություն ստացած գիտությունների թեկնածու մարդ է, այդ դեպքում հարցը առաջանում, բայց ինչու իրեն չընտրեցիք։ Հարություն